Շարունակել բանակցությունները ու ի վերջո ստորագրել խաղաղության պայմանագիր թե չստորագրել։ Առաջի հարցը ԵՄ-ի այսպես Կայա Կալասի հայտնի հայտարարության մասին ենք մենք խոսում, որում ինքը ասել է, որ հայերը դիմել են մեզ օգնության։ Ես հիմա հարց եմ տալիս, այս դահլիճում նստած որևէ մեկը դիմել է։ Եվ որ ասում են հայերը, ես ուզում եմ հասկանում ով են այդ հայերը։ Երևի ավելի ճիշտ էր ասել, որ Հայաստանի կառավարությունը։ Հասկանում եք, որովհետև հաստատ հայերը չեն դիմել որպես ամբողջություն։ Իսկ Հայաստանի կառավարության կողմից նման դիմումը ես շատ վատ եմ գնահատում, ես համարում եմ դա հրավեր պրոքսի պատերազմի։ Այսինքն այսօր Նիկոլ Փաշինյանը իր այդ քայլով հրավիրում է Եվրոպական միությանը եւ Ռուսաստանին կռվել, պատերազմել Հայաստանում։ Ավելի վատ բան դժվար է պատկերացնել։ Շատ վատ բան է։ Էրիկ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Իրանից սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, կայունության համար։ Չի կարելի այդպես բաներ անել։ Բայց մենք հենց այդ ենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա կամուրջ։ Հայաստանը պետք է համագործակցի եւ Եվրոպական միության հետ, եւ Ռուսաստանի հետ։ Խնդրեմ, ներդրումների հրավիրման շուրջ թող բանակցի, բայց ի՞նչ է նշանակում ասել, որ արի մեզ բանա օգնի բանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ կռվենք։ Ուր է այդ հիբրիդային պատերազմը։ Կարան մի հատ ասեն, ուր է։ Իսկ կարող է մի քիչ Նիկոլը ինքը հնարել այդ հիբրիդային պատերազմը իր իշխանությունը պահելու նպատակով։ Կարող է ինքն է այդ ռազմավարությունը մտածել, ասելով, որ ու եվրոպացիներին դիմելով հայերի անունից, ասելով, որ գիտեք ինչ, ով ինձ հետ է, դա անկախության պաշտպանն է, իսկ ով ինձ հետ չի, կամ իմ անդիմախոսն է, նա Ռուսաստանի Պուտինի FSB-ի ագենտն է։ Շատ հարմար դիրք է, գիտեք, շատ հարմար դիրքորոշում։ Շատ հարմար, բայց հանցագործ։ Դա հանցագործություն է, դա պետական դավաճանությանը ձգող հանցագործություն է։ Դու ինչ ես հրավիրում օտար երկրներին միջամտելու քո ներքին քաղաքական process-ներին։ Եթե Ռուսաստանը միջամտում է, դրա դեմն առ։ Դրա դեմն առ, ով է քեզ խանգարում։ Եթե այդ սաղ ագենտ են, բացայտի այդ ագենտներին։ Այդքան դժվար է։ Ասում են բանա, պրոպագանդիստներ ասում են տեղեկություններ ունենք, բայց ապացույցներ չունենք։ Չհասկացա։ Այդ բանը գնում ենք ստալինիզմի շրջանները, Վիշինսկու շրջանները, երբ որ բանա, այդպես առանց ապացույցի մարդկանց ինչ ասես կարային անային։ Տեղեկություն ունենալը ո՞րն է։ Ինչ չի հետարկում ձեր տեղեկությունները։ Որովհետև ձեր տեղեկությունները հիմնականում սուտ է լինում։ Դուք ստախոս եք։ Դուք տեղեկություններ չունեք իրականում։ Դուք այդ տեղեկությունները մոգոնել եք։ Ինչպես ես տեսանք էլի ես բանը Պակի իբր թե բանը փաստաթուղթը, որ բացվեց կեղծիք է, լրիվ ծերից ծեր կեղծիք է։ Հիմա մենք կարանք հավատանք նման իշխանություններին, որ կարան բռնեն ուղղակի թղթի վրա գրեն բանը օրինակի համար Նյուզեյմը բանա գործակալ է բանի, ու մի հատ էլ տակը գրեն ես իմ ով է հավաքագրել, ես կողմ ենք ով։ Կարան անեն։ Կարան մի հատ տեղեկան գրեն, որ 88 թվին ձեզ հավաքագրել են։ Դուք Նյուզեյմը ստեղծվել է 2010 թվին, ես գիտեմ, բայց իրանք կարող են ասել բանա, մենք արդեն այն ժամանակ հավաքագրել էինք։ Հետո սա ինչ հիմարություն է։ Այսինքն դուք, ասում է այ գնարեկներ, շատ լավ հարց տվեց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին։ Ասում եմ, որևէ վարույթ կա, դատախազը ասել է վարույթ չկա։ Ինչ է ասում։ Ասում է, հա վարույթ չկա։ Հա մի հատ էլ շատ կարևոր հարցադրում անում Նարեկ, ասում է, բայց եթե դու գիտես, գոնե հայտնել ես ԱԱԾ-ին։ Ասում է, չէ, չեմ հայտնել։ Վարույթ էլ չկա։ Հետո երբ որ նեղն է անգնում, ասում են վերջը ինչ իրավական ինչ որ process կա, բան եւ այլն, ասում են մենք իրավական process-ների չենք դիմում, ելնելով ազգային անվտանգության շահերից։ Ես տեղեկացնում եմ ձեզ պաշտոնապես, որ բոլոր բռնապետները
երբ որ երկրում հաստատում են բռնապետություն, իրանք չեն վկայակոչում իրանք հարստանալու մոլագարությունը, իշխանությունը պահելու մոլագարությունը, իրանք վկայակոչում են հենց ազգային անվտանգության շահերը։ Այսինքն, երբ որ դու ասում ես, ես ինչ որ բան իրավական process չեմ անում, որովհետև ազգային անվտանգության շահերից ելնելով, դա նշանակում է դու ուղղակի հենց այդ բանով նախադասությամբ քո սահմանադրությունը, քո իրավական համակարգը ամեն ինչ քանդեցիր։ Հիմա պետք է վաղը ինչ ասես տեղեկություն կհրապարակեն։ Ում ասես դեմ, ով մի քիչ վտանգ ներկայացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա տեղեկանք է դուրս գալու։ Կամ մի հատ, չգիտեմ, բան, ինչ որ մի հատ մեղադրանք, ու էլի կասեն, մենք բանը ապացույց չունենք։ Չեղավ։ Այս իսկապես սա նորմալ չի կարելի ընդունել, սա բան է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դառնալ ըստ էության դիկտատոր, ինքը իհարկե դրան հələ դեռ չի ասել։ Սա սաղմնային վիճակում է գտնվում, բայց ինքը հիմա գնում է այդ ճանապարհով, սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները ոտնահարելու, հայտարարելու, որ ինքն է օրենքը։ Հələ մի հատ հիշեք, այդ ինչ ասեց, ասում է մի հատ խանութ կա, որը չպետք է աշխատի։ Մի ձև գտեք, ինչ նշանակում, երբ որ վարչապետը ասում է մի ձև գտեք, դա նշանակում է, որ օրինական որևէ խնդիր չկա։ Եթե օրինական խնդիր լիներ, այդ վաղուց դատախազով, չգիտեմ ինչով, բանով, այսինքն մենք ասում ենք, հա, օրինակ ինքը օրենք չի խախտել։ Ինքը օրենք չի խախտել։ Բայց դուք մի ձև գտեք իրան բան անեք, փակեք։ Այս ի՞նչ է նշանակում։ Այս նշանակում է ուղիղ անձնիշխանություն, բռնապետություն, կամայականություն։ Այս կարելի է թույլ տալ։ Մենք հենց նաև սրա դեմ ենք ուզում պայքարենք եւ գալով իշխանության մենք հենց այս հարցերը շատ արագ լուծելու ենք այն ծրագրի շրջանակներում, որ ես ներկայացրեցի։ Իսկ ինքը պատասխան դիտա։ Ուրիշ բան չկա 441 հոդվածը բանի քրեական օրենսգրքի կա։ Լիազորությունների գերազանցում կա ու ասեն մի 100 գործով կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին, վզին։ Որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը իրավունք ունի հայ առաքելական եկեղեցու համար ժողովրդական կաթողիկոս ընտրի մի խորհրդի միջոցով, որի 10 անդամին ինքը կներկայացնի որոշումը կատարելով իր հոգու աչքերով, կատարել է, չէ, գրել է, կարա գտնեք, այդ ամենը ինքը ասել է։ Դա նշանակում է, որ այս մարդը ասում է ես թքած ունեմ ձեր բոլորիդ վրա։ Ես ինչ կուզեմ կանեմ։ Ու իրան լիազորությունները վերագրում, որով ինքը ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով օժտված չի։ Ինքը քրեական պատասխանատվություն պետք է կրի այս ամենի համար։